Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք իմ ամենասիրած կեբաբներից մեկը, որը օրուխով կեբաբն է, շատերը լսած կլինեք, որի առանձնահատկությունը, որը մեջը բլղուր կա, մանր բլղուր, ինքը միակ կեբաբի տեսակներից է, որը մեջը բլղուր կա, բայց շատ համով է, ու իր ամենակարևոր համային փաղաթիչը կամ համեմունքը կանաչ կամ փոշի կամ չորացրած անանուխն է, ու արդեն մնացածը հեսա պատմեմ։ Այստեղ տեսնում եք սոխը, որը քերիչով անցկացրած ենք, այստեղ արդեն աղացած միսը կեբաբի միս ենք օգտագործում, ամեմունքները ավելացնելու ենք ոնց տեսակ փոշի նանան կամ փոշի անանուխը եւ կարմիր բղբեղ, սև բղբեղ եւ աղ, միայն, ոչ մի ուրիշ բան։ Իսկ այս անուշիկները, որ տեսնում եք բղբեղները, ընդհանրապես traditionally ավանդականորեն իրանց տենց շերդերով գդրադում ենք սոխը եւ բղբեղը, մի քիչ սոտե ենք անում կամ դապակում ենք ու օրուխների կամ օրուխով կեբաբի տակն ենք դնում։ Եվ օրուխով կեբաբը ընդհանրապես երկու ձևով ենք անում, եւ երկար ենք անում, բզդիկ մատիկներ ենք անում կամ գլոր տենց քուֆտայի դիպի ենք անում, բայց մեջը ձակ։ Իսկ ինչի ենք մեջը ձակ անում, որովհետեւ մեջը դնում ենք կարակ։ Երբ որ չերոցում պետք է եփենք, իրականում 180 աստիճանի ենք եփելու, մի փոքր կարակ ենք տնելու, որպեսզի ավելի փափուկ լինի։ Այսօր պատրաստելու ենք օրուխով կեբաբ։ Մեզ անհրաժեշտ է 500 գրամ աղացած միս, քարորդ բաժակ մանր բլղուր, 2 կարմիր բղբեղ, 1 հատ սոխ, 50 գրամ կարակ կնթիքների մեջ տնելու, 2 թեյի կտալ նանա, մի հատ սոխ, քերիչով անցկացրած, համեմունքներից մեզ պետք է աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ եւ փոշի անանուխ։ Իրականում ես քանի որ սիրտս մի հատ մանգոյով հյութ ուզեց, մի հատ խմեմ ու շարունակենք։ Ովքեր են իմ նման սիրում մազայի մանգոն։ Yummy։ Գնացինք, ինչ ենք անում սկզբում։ Ուրեմն աղացած միսը ստեղ է, սոխը ստեղ է, բլղուրը ստեղ է։ Դե անշուշտ բլղուրը մի հատ մգրադով բացում ենք, ես մարանիգի ամենամանր բլղուրն եմ օգտագործում։ Ոչինչ, կպատահի։ Վերցնում եմ մի հատ բաժակ, քարորդ բաժակ բլղուր պետք է մեզ։ Այսինքն դենց հաշվեցեք, որ գես կիլոին կարորդ եք օգտագործում, այսինքն 1 կիլոին գես բլղուր կարող եք օգտագործել։ Ընդհանրապես կան մարդիկ, որ բլղուրը մի քիչ ավելի են դնում, բայց ես այս հաշվարկով ամենաշատն եմ սիրում։ Ուրեմն մի հատ այսպիսի խորը աման, մի հատ գտալ ու ավելացնում ենք միսը, ավելացնում ենք սոխը, որը քերիչով անցկացրել ենք։ Ինչի ենք քերիչով անցկացնում, որովհետև ուզում ենք շատ մանր լինի ու երբ որ այդ համեմունքները տնենք, ինքը կարողանանք իրեն պահել, որպեսզի չբացվի։ Իսկ ես ինչ եմ սիրում անել, ուրեմն մի հատ ջուր եմ վերցնում, ընդհանրապես բլղուրի վրա ջուր ենք դնում։ Դե ես սիլի ջուր եմ դնում, դուք կարող եք ձեր ցանկացած ջուրը տնել։ Մի թեթև ավելացնում եմ բլղուրի վրա։ Ավելացնելու եմ 2 թեյի կտալ նանան։ Ես մի քիչ ավելի տրեցի, քանի որ շատ փոքր է տկալս։ Սև բղբեղ։ Կարմիր բղբեղ։ Կարմիր բղբեղը կարող եք գեսը քաղցր, գեսը գծու տրել։ Ես էսի հիմա քաղցրը տրեցի, բարեբախտաբար, որ իմ գործընկերները գծուից չմեռնեն քիչ գետո, մի քիչ գծու։ Դե մի քիչ գծու լավ է որ լինի։ Եվ անշուշտ աղ։ Մի հատ խառնում ենք, մի քիչ եմ ջուր ավելացնելու,
Ուզում եմ այս համեմունքները բոլորը բլղուրի հետ ամուսնանան։ Մի քիչ էլ ջուր։ Ջուրը աչքի չափով ենք անում, միջև որ զգանք, որ արդեն բլղուրը եւ համեմունքները իրար հետ հանգիստ խառնվում են։ Ստեղ ունենք արդեն սոխը եւ միսը ավելացնում ենք բլղուրը համեմունքներով։ Բայց խնդրելու ենք մեր օպերատորին, որ մոտիկանա։ Մի հատ լավ խառնում եմ։ Կարող ենք մի հատ է շաղել ծերնոցով հիմա, որպեսզի ստանանք արդեն մեր ուզած shape-ը կամ ցևը։ Հոդը արդեն հեքիաթային է։ Ես ուզում եմ մոտիկից տեսնեք, որ ինքը առաջ որ եփի, ինչ վիճակի է լինում, երբ որ այս ամեն ինչը իրար խառնում ենք։ Արդեն տեսակ։ Ծերնոց լավ մշախում ենք, որպեսզի բլղուրը եւ միսը եւ սոխը եւ համեմունքները բոլորը իրար հետ լավ մխառնվին։ Ու արդեն մեր միսը պատրաստ է։ Բերում ենք այսպիսի բնակ կամ փայրեքս, որը չերոցում պետք է եփենք։ Կարող եք ավելի փոքր, կարող եք ավելի գլոր, ավելի մեծ, ոնց ուզեք։ Եվ ինչ ենք անելու։ Ուրեմն մի թեթև ցիտաբտղի ցետ եք դնելու իրա ներքևը, ձեռքով շփելու ենք ու դարածում ենք։ Եվ այսպես գլորներ ենք անելու ու հետո մի հատ ձագ ենք բանալու մեջ, այսինքն այսպես։ Իսկ ձագը բանալու ենք, որպեսզի մի փոքր կարակ տնենք իրա մեջ։ Ու այսպես զետեղելու ենք մենք մեր ափսեի կամ չերոցի բնակի մեջ։ Մի քիչ կարող է աչքերնի դայրի, որովհետև տեսողը ուժեղ է, բայց ոչինչ, քանի որ համը շատ համով է, արժի լանք դրա համար։ Սկզբում գլոր ենք անում այսպես, ու հետո կամացմը, առանց շատ ստրես անելու իրեն, մի հատ ծագիկ ենք բացում։ Դուք արդեն հիմա կտեսնեք այս կես կիլոից քանի հատ դուրս կգա, դուք ձեր հաշիվով կանեք, ձեր ընտանիքի համար ավելի կանեք կամ ավելի քիչ կանեք, ձեր հանգստություն։ Բայց ովքեր որ գիտեն, արդեն գիտեն, չիմացողները անպայման թող պատրաստեն։ Ու շատերը երևի շաղի գում էլ գերած կլինեն, շաղիկ ռեստորանում, որովհետև մեր մոտ էդի ամենակարևոր ուտելիքներից է, դե մի քանի կեպաբի տեսակ ունիմ չնայած, բայց էսի կարևոր է։ Բայց ասեմ ցես մի հատ գախնիկ, սկզբում երբ որ մենյուի մեջ կար, մատուցողները որ ասում էին, մի հատ ցենց էս Երևանում ապրող ասեմ հայերը, ցենց ասում էին ոնց, բլղուրի մեջ ոնց, քեբաբ, դենց մտածում էին համով չի լինի, բայց մի անգամ ուտում էին, ասում էին oh my god, էս ինչ համով է, այո, ճիշտ այդպես, այն ինչ համով է։ Գրեթե վերջացանք, մի երկու հատ մնացել, էսի հիմա ուղարկելու ենք չերոց, միջև եփի արդեն մենք կպատրաստենք կանաչեղենը, որի մեջ կա կարմիր բեղբեղ եւ սոխ։ Ահա վերջին կնթագը։ Okay. Մի հատ լվացվեմ սավայով կամ։
Իսկ կարագը ոնց ենք անում, մի կտոր առնում եմ ստեղից ու բզդիկ կարագուսիներ եմ անելու։ Այսպես ամեն մեկ գնդիկի մեջ մի հատ տնենք։ Իրականում ավելի փափկություն է տալիս ու ավելի սենց համերը ուժեղացնում են, դրա համար ես անպայման սիրում եմ կարագ տնել։ Մի հատ կդորա պակասում ու ավելացնում ենք։ Պատրաստ է, գնանք չերոց։ «180 աստիճանի վրա մոտավոր 30-ից 35, մաքսիմում 40 րոպե պետք է եփենք։ Մինչ այդ մենք արդեն այս պանչարեղենը կպատրաստենք ու հետո իրար հետ կմատուցենք։ Կարմիր բղբեղ սկզբում կդրում ենք։ Ու արդեն շերտերի ենք վերածելու։ Հարակ շերտերի։ Անպայման ավանդականորեն այս բղբեղի եւ սոխի ասենք սոթեն կամ դաբագածը կամ դաբական օրխի հետ մատուցում ենք, շատ ավելի համով է լինում։ Իրականում սոթեի համար, այսինքն տապակելու համար մեզ շատ բան պետք չի, մի քիչ աղ բղբեղ ու ցիտաբդղից հետ։ Եթե ուզում եք քույնավոր բղբեղել կարող եք օգտագործել, այսինքն կանաչ, կարմիր արդեն օգտագործում ենք նարնջակույն թեղին։ Մի հատ կեղվում ենք սոխերնից։ Ու նորեն շերտերի ենք վերածելու։ Դրա համար սոխ կեղվել մանրել շատ կա։ Ես մույսը, որը պետքա կերիչով անցկացնեինք, սկիզբեն անցկացրեցի, որ եթերը կարողանանք նորմալ շարունակենք, սաղ ժամանակը չի լամ։ Okay. Այսպես գիսալուսին կտրատում ենք։ Okay, պատրաստ է։ Ուպս։ Աչքերս չի հանգստացում, բայց գոնե սիրտս հանգստացում է, այ։ Այսօր սաղ օրս հավանել ենք օճառվել։ Մի քիչ տաբակելնես հետո ավելացում ենք սոջուն գույզը։ Մի հատ նորեն խառնում ենք ու արդեն 3 րոպե թողում ենք տաբակվի ու վերջ, շատ չենք թողում եփի։ Սոջուն գույզն էլ արդեն տեսնում ենք, որ պատրաստ է։ Նայեք գույները ինչքան հետաքրքիր են։ Դուք պատկերացնում եք, այդ արդեն քեբաբը ինչ համի է, ու հիմա էլ այս պանչարեղենը ինչ համի է լինելու։ Պետք է մի քիչ խրխտան լինի, չմոռանաք, շատ չմերցնեք, այսինքն շատ չմահացնեք։ Ոնց ասեմ, որ հասկանալի լինի։ Այս տեսակ, որովհետև ավելի վայբրանտ է լինում, ավելի սենց վառ է լինում գույները։ Մի հատ գնում ենք նայենք օրոխի քեբաբները։ Վաու։ Խենթանալիք։ Դե պանչարեղենը պատրաստ է, կարող ենք արդեն անչադել։ Հիմա մի գդոր ազատ կեղ եմ մարացնելու, որպեսզի զարդարանքի համար տնեմ, դիտենց կարևոր չէ, ուղղակի ինչ-որ կանաչի տեսակ կարող եք մարացնել, որ ամենավերջում զարդարենք։
Գնանք նայենք։ Բահո, ստեղի երևանյան ասացվածքներով բահո եմ ասում։ Հելը մի հատ նայեք։ Հոդը իդեալական, ցևը իդեալական, կարող եք ավելի փոքր, ավելի մեծ անել, այդ կարևոր չի։ Կարող ենք արդեն մատուցել։ Էսի սենց, էսի արջև, էսի այսպես։ Սկզբում ավելացնում ենք մեր պատրաստած բաղվեղով սոխը։ Լավ բաժանում ենք։ Նայեք ինչ անուշիկ է քույները։ Էսի մենք։ Ու մի հատ էս մեր անուշիկ բանն ենք վերցնում։ Ու սկսում ենք շարել։ Հիմա ես այս ցևով եմ ուզում մատուցեմ, բայց դուք ազատ եք, այսինքն տենց սահմանափակում մի անեք, որ ես այսպես եմ մատուցել, դուք էլ այնպես մատուցեք։ Ես կուզեի կթալով այս համով գարակից վերցնել։ Այս էլ ենք վերցնում։ Ես գիտեմ, որ պետք է փորձենք, բայց առաջ որ փորձենք, չմոռանաք հետևել մեր էջին, Համի Կախնիկ եւ Facebook եւ Instagram եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքում։ Դե իհարկե վաղը դուն ժամին կսպասեք մեզ Getron TV-ի եթերում, բայց անպայման պետք է փորձենք։ Տա-տա-տա-տան։ Yummy. Խրխտան, համով, ջուսի, պապուկ, հյութալի, շատ համով, շատ համով, անպայման պատրաստեք և ինձ գրեք, եթե հավանել եք։ Ձեզ բարեխորժակ եմ աղթում, վաղը կհանդիպենք։